կանգեմ լավ։ Սիրելի ֆուտբոլասերներ, տեսնում ենք, որ երկրորդ հանդիպումն է մեզ մոտ մեկնարկում եւ միմյանց հետ են մրցում Վոթֆորդը եւ Կադիսը խաղը մեկնարկեց, դաշտից սկսեցին Կադիսի ֆուտբոլիստները։ Վոթֆորդը ապահովել է իր տեղը փլեյոֆում, իսկ Կադիսը այս պահին 8-րդ հորիզոնականում է, 3 նա հաղթանակ տոնեց եւ բարձրացավ 8-րդ հորիզոնական, բայց Արցախը 9-րդ հորիզոնականում է գտնվում, կարող է իր վերջին հանդիպումը հաղթելու դեպքում շրջանցել Կադիսին։ Այդ իսկ պատճառով այսօր Կադիսին միայն ու միայն միավորներ են պետք։ Հիմա տեսնում ենք, որ Վոթֆորդը իր առաջին գրոհն է անցկացնում, հարվածի ճանապարհը փակեց Կարեն Ավետիսյանը, վտանգավոր էր հենց խաղի մեկնարկում Վոթֆորդը կարողացավ առաջին հարվածը կատարել եւ այս խաղի առաջին անկյունային են վաստակել, այս ստանդարտից հետո կներկայացնեմ թիմերի հիմնական հայտարարությունները։ Փոխանցում Տուգանային հրապարակ, հարված կար եւ շեղ ընթացավ Նայիրի Պետրոսյանի հարվածը, սկսեմ հիմա Վոթֆորդի դարպասը պաշտպանում է համար 1 Վիցյա Գրիգորյանը, համար 2 Նայիրի Պետրոսյան, համար 3 Հմայա Կաթայան, համար 6 Էրիկ Հակոբյան, համար 8 Հայկ Պողոսյան, համար 10 Գագիկ Սահակյան, համար 11 Արամ Եսայան, համար 21 Արմեն Մանուկյան, համար 22 Կարեն Սիմոնյան եւ համար 49 Նարեկ Հեկտաբուրյան։ Մել Կադիսն է անցել գրոհի, տեսնենք Կարեն Շիրխանյանն է ձախ եզրով շարժվում առաջ, թողեց առաջ Շիրխանյանը գնդակը։ Կադիսի դարպասը պաշտպանում է համար 1 Հայկ Լալազարյանը, համար 3 Վարազդա Դուրգանյան, համար 4 Հայկ Ղևոնդյան, համար 5 Կարեն Ավետիսյան, համար 9 Սրապ Բաբաբլոյան, համար 10 Սևա Դավանյան, համար 14 Արմեն Բաբախանյան, համար 23 Ռուբիկ Ջուլակյան, համար 27 Կարեն Շիրխանյան, համար 77 Ասատուր Հակոբյան եւ համար 80 Ռոբերտ Ֆիդանյան։ Հիմա տեսնում ենք վտանգավոր են գործում Վոթֆորդի ֆուտբոլիստները իրենց կիսադաշտում եւ ի վերջո անկյունային է վաստակում Կադիսը, տեսնենք այս ստանդարտն ինչ կտա նրանց, Ասատուր Հակոբյանն է գնդակի մոտ։ Փոխանցում Տուգանային հրապարակ, հեռացված է գնդակը։ Նորից հեռացրեցին Վոթֆորդի տղաները, վտանգավոր կարող լինել։ Այստեղ էլ Ֆիդանյանն է հիմա լավ գործում, Ասատուր Հակոբյան, փոխանցում եւ գոլ! Ռուբիկ Ջուլակյան հաշիվը բացված է 1-0։ Ռուբիկ Ջուլակյան 1-0 շատ արագ կարողանում է Կադիսը հանդիպման հաշիվը բացել, գեղեցիկ շարժվեց Տուգանային հրապարակ ձախ եզրից Ռուբիկ Ջուլակյանը եւ կարողացավ գնդակը մխրճել ուղակի Վիցյա Գրիգորյանի դարպասը հիմա առավելություն են ստացել Կադիսի ֆուտբոլիստները եւ այս պահին օնլայն տարբերակով տեսնում ենք, որ անգամ անցել են, շրջանցել են Մոնսային եւ հայտնվել են 7-րդ հորիզոնականում, բայց նոր է հանդիպումը մեկնարկել, տեսնենք ի վերջո հետաքրքիր հանդիպում է ընթանալու այս գոլից հետո նորից Կադիսն է շարժվում առաջ Օհանյանն է հիմա գնդակով կա հարված փրկեց Գրիգորյանը իր թիմին Շիրխանյան փոխանցում եւ անկյունային է վաստակել, տեսնում ենք ակտիվ են նորից գործում Կադիսի ֆուտբոլիստները
Այսպես ասացված կա ախորժակը ուտելուց հետո է բացվում եւ գոլից հետո տեսնում ենք էլ ավելի ակտիվ են սկսել Կադիսի խաղացողները եւ երկրորդ անկյունային են վաստակել Ասատուր Հակոբյան փոխանցում նորից Ջուլակյան հարված մի փոքր շեղ ընթացավ Կադիսի ֆուտբոլիստի հարվածը նորից եկել էր Հոթֆորդի կիսադաշտ Ռուբիկ Ջուլակյանը կարող էր դուբլ գրանցել շատ արագ Նորից Կադիսն է անցել գրոյի Շիրխանյանի փոխանցումը հասցեատեր չունեցավ ի վերջո Պրեսինգի է ենթարկել Ավետիսյանը և կարողացավ ի վերջո անկյունային կորզել այս իրավիճակում տեսնում ենք Ոթֆորդի մոտ մի բան այն չէ խուճապ է Ոթֆորդի տղաների մոտ չեն կարողանում կիսադաշտից դուրս գալ Փոխանցում Տուգանային հրապարակ Հակոբյանին էր ուղղված հարվածը չստացվեց բայց շարունակվում է հեռացված է գնդակը երկրորդ տեմպով է շարունակելու հարված Միրխանյանը հարված կատարեց շեղ ընթացավ վտանգավոր են տեսնում են Կադիսի գրողները Նորից խլեցին գնդակը բայց սպահեց ի վերջո Ոթֆորդի խաղացողը գնդակը հիմա էլ կենտրոնում սխալվեցին Հակոբյան դիմակից է փնտրում Օանյանին փոխանցեց, տեսնենք հարված և Գրիգորյանն է փրկում իր թիմին, նորից անկյունային խելայեղ հիմա ճնշում է գործադրել Կադիսը, փորձում է կրկնապատկել իր առավելությունը արագ կերպով, տեսնենք նորից անկյունային Շիրխանյանն է գնդակի մոտ փոխանցում և նորից հեռացված է գնդակը Շարունակվելու է Կադիսի մնալ գնդակը Ավետիսյանի հետ պայքարում խաղի կանոնները խախտեցին և Տուգանային հարված հիմա հաստակեց Կադիսը Շիրխանյանն է գնդակի մոտ, Սուլի չկա, տեսնենք Կարեն Շիրխանյան Հարված կատարեց պատին դիպչեց այդ հարվածը հիմա հակագրոյին նետվել Ոթֆորդի տղաները մի փոքր արագ է պետք կողմնորոշվել այստեղ տեսանք Հակոբյանը լավ պաշտպանվեց և խլեց գնդակը ի վերջո կարողացան այս իրավիճակում Ոթֆորդի տղաները եզրային նետում վաստակել Տեսնենք փոխանցում Ի վերջո վտանգավոր չէր այս փոխանցումը Շիրխանյանն է հեռացնում գնդակը ուղարկեց դեպի Օանյանը պահում է Օանյանը գնդակը իր մոտ ձախեզրով բայց առաջ է թողնում վերջին պահին Սևադ Օանյանը գնդակը Նշեմ, որ Ոթֆորդը մեկ հանդիպում էլ ունի անցկացնելու բացի այս խաղը 34 միավորով ներողություն 5-րդ հորիզոնականում է գտնվում Ոթֆորդը, իսկ Կադիսը 25 միավորով 8-րդ տեղում է գտնվում։ Նորից գրոհում է Ֆիդանյան հարվածը շեղեր առաջին հարվածը Ֆիդանյանի կողմից այս խաղում անցած խաղում տեսանք, որ շատ լավ էր գործում Ռոբերտ Ֆիդանյանը ի վերջո կարողացավ գոլի հեղինակ դառնալ անցած խաղում Նորից Ֆիդանյանն է կենտրոնում մի փոքր կենտրոնում է գործում այս խաղում Ռոբերտ Ֆիդանյանը ավելի ներքևից է գործում պաշտպաններին է օգնում
Խաղարկեցին, տեսնենք Հակոբյան։ Գարյանի տեղ խաղարկում, փոխանցում, բայց փոխանցումը չստացվեց Կադիսի պաշտպանի։ Կայացին ի վերջո գնդակը Կադիսի ֆուտբոլիստները իրենց մոտ, Կարեն Շիխանյան լավ անցում եւ տեսնենք ձախեզրում է, փոխանցում այստեղ լավ պաշտպանվեց հիմա Վոթֆորդի ֆուտբոլիստը եւ անցնում են հիմա հակագրոյի արագ է պետք մտածել տեսանք Ավետիսյանը նորից լավ գործեց ձախեզրում անցած խաղում բացակայում է Կարեն Ավետիսյանը, հիմա Դուրգարյանն է շարժվել առաջ, Ասատուր Հակոբյանի հետ է խաղարկում։ Շիխանյան կենտրոնում է։ Տեսնենք, հարված կարող է կատարել Շիխանյան, հարված փրկում է Վիցյա Գրիգորյանը իր թիմին։ Այստեղ ի վերջո չստացվեց դիրքային գրոհ կառուցել Վոթֆորդին, մի փոքր շտապեցին Վոթֆորդի տղաները եւ նորից անցավ գնդակը Կադիսին։ Հիմա տեսնում ենք, որ հանգիստ դուրս եկան պաշտպանությունից Կադիսի ֆուտբոլիստները, Ֆիդանյանն է կենտրոնում, թողնում է Ղևոնդյանին գնդակը, նորից Ֆիդանյան։ Հուլյակյանն է շարժվում առաջ, տեսնենք թիմակից է փնտրում, Շիխանյանին է գտնում ի վերջո կենտրոնում, Ղևոնդյան։ Եվ ձերքին դիպավ ի վերջո Ռուբիկ Ջուլակյանի և անցնում է գնդակը Վոթֆորդին։ Առաջին խաղակեսի հասարակացը հատեցինք սիրելի ֆուտբոլասերներ, այս պայն 1-0 հաշվով Կադիսը հաղթում է Վոթֆորդին։ Գոլի հեղինակ է դարձել Ռուբիկ Ջուլակյանը։ Վտանգավոր կարող է լինել պրեսինգեր դիմել Սևա Դոանյանը, բայց չստացվեց։ Եվ հիմա վտանգավոր է շատ, հիմա տեսնենք ինչ է վերջո խաղի մրցավարը կայացնում։ Ի վերջո ոչինչ չկա եւ շարունակվում է հանդիպումը, մնալու է Կադիսի մոտ գնդակը, հարված է դարպասից լինելու, խաղարկեցին այստեղ։ Շատ արագ հիմա Դուրգարյան, այս պայքարում պաշտպանվեցին։ Ի վերջո Դուրգարյանից է գնդակը դուրս եկել, հիմա արագ խաղարկեցին եզրային նետումը Վոթֆորդի տղաները։ Բայցին իրենց մոտ, տեսնենք, կենտրոնում է հիմա հայտնվել Կարեն Սիմոնյանը, փոխանցում, վերջին պայն հեռացրեց Հայկ Ղևոնդյանը գնդակը և անկյունային է լինելու։ Արագ խաղարկեցին հիմա Վոթֆորդի տղաները, փոխանցում, նորից հեռացված է Կարեն Սիմոնյանը, հարված փակեցին այդ հարվածի ճանապարհը, հիմա էլ տեսանք այս րոպեին ակտիվ գործեցին Վոթֆորդի տղաները։ Շատ ժամանակ տեսնում էինք, որ պասիվ էին գործում Վոթֆորդի տղաները, չէին կարողանում անգամ իրենց կիսադաշտից դուրս գալ։ Հիմա վտանգավոր կարող է լինել, այստեղ լավ դուրս չեկավ տեղից Հայկ Լալազարյանը, բայց ի վերջո վտանգավոր չէր Վոթֆորդի այս գրոհ և լինելու է նորից հարված Լալազարյանի դարպասից։ Տեղել մի փոքր շտապեց Ջուլակյանը և սխալ փոխանցում կատարեց Սիմոնյան, կարող է հարված լինել, ոչ փոխանցեց, նորից Ղևոնդյանն է հեռացնում, նորից անկյունային, հիմա էլ տեսնում ենք, որ հակառակ պատկերն է մեզ մոտ Վոթֆորդն է ճնշում գործադրել այս րոպեներին։ Եվ տեսնենք այս ստանդարտը կարող է ի վերջո արդյունք տալ, թե ոչ։
Փոխանցում Տուգանային հրապարակ եւ վարպոց կատարեց հիմա Երիկ Հակոբյանը, բայց բարձր ընթացավ, վտանգավոր էր, նորից դուրս էր եկել իր տեղից Հայկ Լալազարյանը։ Նորից երկար փոխանցում Ջուլակյանի կողմից Օհանյանին, տեսնենք մենակ է։ Մենք ինչ կառաջարկի Կադիսի հարձակվողը, խլեցին ի վերջո նրանից գնդակը։ Նորից անցնում է Ոթֆորդին գնդակը։ Նայլ Ֆիդանյանն է գեղեցիկ անցում կատարում, խլեցին ի վերջո գնդակը Ոթֆորդի տղաները, նորից արագ հետ վերադարձեցին գնդակը Կադիս խաղացողները, երբից օրված տորպասածողին դիպավ գնդակը, Կարեն Շիրխանյանի կրակոցը տեսանք, դաշտի կենտրոնից վտանգավոր էր, ֆանտաստիկ գոլ եղինակ կարող էր դառնալ Կարեն Շիրխանյանը, բայց հորիզոնական դարպասածողը այստեղ ցնծած ուղակի Այսա շատ վտանգավոր էր Կարող էր մինչև ընդմիջում Կադիսը հարմար առավելություն ստանալ, բայց Դարպասապայի ընկերը այստեղ օգնության եկավ իրեն, դարպասածողը և փրկվեց Ոթֆորդը վերահաս գոլից Երիկ Հակոբյանն է հիմա դաշտի կենտրոնում, փոխում է եզրը դեպի Կարեն Սիմոնյանը Սիմոնյան երկար փոխանցում, այստեղ Կարեն Ավետիսյանն է պաշտպանությունում լավ գործում Այստեղ էլ սխալվում է Երիկ Հակոբյանը, Դուրգարյան, բայց Դուրգարյանի անցումը չստացվեց հիմա Նորից երկար փոխանցում, Ջուլակյանն է հիմա էլ պաշտպանությունում լավ գործում Երկար փոխանցում վտանգավոր էր հարվածը Նայիրի Պետրոսյանի, բայց շատ շեղ ընթացավ Երկար փոխանցում նորից տեսնում ենք Ոթֆորդի պաշտպանները լավ գործեցին եւ գեղեցիկ խաղարկումներ եւ տեսնենք հիմա վտանգավոր էր այնտեղ վերջին պայն սանկման էր գնացել Ռուբիկ Ջուլակյանը նրա սանկումը չստացվեց եւ կարող էր Հայկ Պողոսյանը այնտեղ եզրափակել այդ գրոհը բայց նրա հարվածը չստացվեց Այլ Դուրգարյանի հետ պայքարում Պողոսյանը խլեց գնդակը շարժում են առաջ, բարված վտանգավոր էր Եվ փրկվեց հիմա էլ այստեղ Կադիսը Արամ Եսայանի հարվածից հետո Փոփոխություն տեղի ունեցավ Կադիսի կազմում, խաղադաշտը լքեց Հարազդա Դուրգարյանը, դաշտ դուրս եկավ Արմեն Բաբախանյանը Նորից անցնում են գրոհի Ոթֆորդի տղաները, բայց այստեղ պաշտպանությունում էլ Ֆիդանյանն է լավ գործում
Քիչ ժամանակ է մնացել առաջի խաղակեսի ավարտին սիրելի ֆուտբոլասերներ։ Հիմա հարված Կարեն Սիմոնյանից վտանգավոր էր։ Կարող էր հավասարեցնել հանդիպման հաշիվը Վոտֆորդը, բայց նորից նրանց հարվածները այս պահին արդյունք չեն տալիս։ Եվ անկյունային է ի վերջո վաստակել Վոտֆորդը այս իրավիճակում։ Լավն էր ընթացքից հարվածը Կարեն Սիմոնյանի։ Փրկեց ի վերջո վերջի պահին Հայկ Լալազարյանը իր թիմին արագ խաղարկեցին։ Հիմա այստեղ Վոտֆորդի տղաները։ Տեսնենք, վտանգավոր կարող է լինել, այստեղ պետք է դարպասապայտ խաղալ, ի վերջո խաղարկեցին եւ հեռացրեցին գնդակը։ Պողոսյանը պահեց գնդակ, այստեղ Էրիկ Հակոբյան փոխանցում, Ջուլակյանը լավ սահարկման գնաց եւ հիմա հակագրոհ են անցել Կադիսի տղաները, տեսնենք ինչ կանեն։ Օհանյանին էր ուղղված այս փոխանցումը, բայց Սիմոնյանը Էություն Մանուկյանը լավ գործեց պաշտպանությունում։ Լավ անցումներ հիմա Մանուկյանից ձախ եզրում է, փոխանցել է պետք փոխանցում, Ավետիսյանը հեռացրեց գնդակը եւ հիմա շարունակում են հակագրոհել Կադիսի տղաները, Բաբախանյանի փոխանցումն ուժեղ էր։ Պետք էր արագ կողմնորոշվել, Բաբախանյան չստացվեց։ Մանուկյանի հերվից հարվածը բարձր է, հիմա էլ Մանուկյանը հարված կատարում։ Մի քանի րոպե է մնացել մեզ առաջին խաղակեսի ավարտին։ Առջևում են 1-0 հաշվով Կադիսի տղաները։ Հետաքրքիր խաղարկումներ նորից Ֆիդանյանի հարվածը շեղընթացավ, երկրորդ հարվածը տեսանք Ռոբերտ Ֆիդանյանի, երկուսն էլ անհաջող էին։ Արագ խաղարկեցին Վոտֆորդի տղաները, տեսնում են Կարեն Սիմոնյան, շարժվում է կենտրոն, կարող է հարվածել, տեսնենք, բայց գնդակին է հիմա խաղացել Ֆիդանյանը եւ հիմա շարունակվում է, տեսնենք Շիրխանյանը աչեզնում է Բաբախանյանը եւ հարված փրկեց Գրիգորյանը իր թիմին։ Այստեղ էլ չստացվեց Կադիսի հակագրոհը։ Տեսնում ենք, որ շատ ակտիվ րոպեներ են անցկացնում թիմերը խաղադաշտում։ Ի վերջո այստեղ հաղթեց Ֆիդանյանը հայ կանոնները Էրիկ Հակոբյանի հետ պայքարում։ Տեսնենք հիմա Հմայակ Աթայանն է գնդակի մոտ։ Սուլի չկա։ Հապուկ փոխանցում Տուգանային հրապարակ հեռացված է գնդակը։ Նորից մնալու եմ ոչ այստեղ Օհանյանն է հիմա լավ պայքար առաջարկում Մանուկյանին չկարողացավ ի վերջո Օհանյանը խլել գնդակը։ Այստեղ էլ Սիմոնյանը գնդակը թողեց առաջ եւ եզրային նետում է լինելու, Կադիսին է լինելու գնդակը։ Մել Շիրխանյանից խլեցին գնդակը։ Սիմոնյան փոխեց եզրը, Հակոբյան, բայց ի վերջո գնդակը Էրիկ Հակոբյանը։ Մանր խաղարկումներով շարժվում են առաջ, տեսնում ենք Վոտֆորդի տղաները, Կարեն Սիմոնյանն է ձախ եզում, գեղեցիկ անցում, տեսնենք փոխանցել է պետք, փոխանցում, հարվածի ճանապարհը փակեցին այստեղ։ Շիրխանյանից հիմա փոխանցում, գեղեցիկ փոխանցում դեպի Սևադա Օհանյանը եւ ձախ եզրում է հիմա Օհանյանը։ Մի փոքր խճճվեց, բայց պահում է գնդակը իր մոտ եւ ի վերջո Հաշտի եզրային գծից անցավ գնդակը։ Մել կենտրոնում լավ գործեց Ֆիդանյանը, Շիրխանյանն է գնդակով կարող հարվածել, հարված Վիցա Գրիգորյանն է փրկում եւ գոլ։
2-0 կրկնապատկեց իր առավելությունը Կադիսը եւ վերջ առաջին խաղակեսը ավարտված է սիրելի ֆուտբոլասերներ 2-0 հաշվով հաղթում է այս պայն Կադիսը Ոթֆորդին հիմա հատմիջում կվերադառնանք մի քանի րոպեից Սիրելի ֆուտբոլասերներ մեկնարկեց երկրորդ խաղակեսը եւ Առաջին խաղակեսի վերջին րոպեին կարողացավ Կադիսը կրկնապատկել իր առավելությունը Սևադա Օհանյանը դարձավ գոլհեղինակ եւ 2-0 հաշվով այս պայն հաղթում է Կադիսը Ոթֆորդին հետաքրքիր առաջին խաղակես ստացվեց մեզ մոտ այս արդյունքներով այս պայն Կադիսը Պլեյոֆի ուղեգիր է նվաճում, բայց այս հանդիպման ավարտին շատ ժամանակ կա ամբողջ երկրորդ խաղակեսը դեռ առջևում է հիմա առաջին հարվածը տեսանք երկրորդ խաղակեսի Ոթֆորդի խաղացողը հարված կատարեց Կարեն Սիմոնյանն էր հարված կատարում հիմա արագ վերհիշենք թիմերի հայտարարություններին Ոթֆորդի դարպասը պաշտպանում հիմա վտանգավոր էր եւ ինքնագոլի հեղինակ կարծես թե դարձավ Գագիկ Սահակյանը եւ 3-0 էլ ավելի է մեծացնում Կադիսը իր առավելությունը Երեք 0 Կադիսը տեսնում ենք, որ երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ կարողացավ գոլի հեղինակ դառնալ եւ արդեն 3 գոլ է առավելություն է ստացել Կադիսը եւ մեծ քայլ է կատարում դեպի փլեյոֆ այսօր հաղթանակի դեպքում ամեն ինչ վճռվի եւ Կադիսը ի վերջո կանցնի փլեյոֆ վտանգավոր դիրքում տեսնում ենք Տուգանային հարված են վաստակել Ոթֆորդի տղաները այս ստանդարտից հետո ի վերջո կավարտեմ թիմերի հայտարարությունները Տեսնենք Սիմոնյանն է գնդակի մոտ ոչ Սահակյան հարված դարպասածողն է փրկում շարունակում է Սիմոնյան շեղեր հարվածը Սահակյանը կարող էր իր սխալը շտկել եւ կրճատել հանդիպան հաշիվը բայց դարպասածողը հիմա էլ փրկեց Կադիսին Ոթֆորդի դարպասը պաշտպանում է համար 1 Վիցյա Գրիգորյանը համար 2 Նայիրի Պետրոսյան, համար 3 Հմայակաթյան, համար 6 Էրիկ Հակոբյան, համար 8 Հայկ Պողոսյան, համար 10 Գագիկ Սահակյան, համար 11 Արամ Եսայան, համար 21 Արմեն Մանուկյան, համար 22 Կարեն Սիմոնյան եւ համար 49 Նարեկ Եկտաբուրյան տեսնում ենք վտանգավոր էր Ոթֆորդի դիրքային գրոհը, բայց չստացվեց նրանց մոտ շատ ակտիվ են մեկնարկել թիմերի երկրորդ խաղակեսը, անգամ չեմ հասցնում ավարտին հասցնել ես թիմերի հիմնական հայտարարությունները, այլ գրում է Կադիսը Ասատուր Հակոբյանն է աչեզրում, փոխանցում չստացվեց նրա փոխանցումը հիմա Կադիսի հայտարարությունը նշեմ, համար 1 Հայկ Լալազարյան, համար 3 Վարազդատ Դուգերյան, համար 4 Հայկ Ղևոնդյան, համար 5 Կարեն Ավետիսյան, համար 9 Սրապ Բաբաբլոյան, համար 10 Սևադա Օհանյան, համար 14 Արմեն Բաբախանյան, համար 23 Ռուբիկ Ջուլակյան, համար 27 Կարեն Շիխանյան եւ համար 80 Ռոբերտ Ֆիդանյան։ Տեսնում ենք, որ Սահակյանը նորից հարված կատարեց, բայց փրկեց իր թիմին Լալազարյանը։ Տեղել շատ լավ հիմա անցան աչեզրով Կադիսի ֆուտբոլիստները ի վերջո խաղաղտում Ասատուր Հակոբյանի հետ պայքարում Տեսնենք ի վերջո ով կհարվածի Կարեն Ավետիսյանն է գնդակի մոտ հիմա Սուլի չկա, տեսնենք, փոխանցում հեռացված է
Այս գնդակը Ֆիդանյանն է շարունակում եւ վտանգավոր էր Վիցյա Գրիգորյանը փրկեց իր թիմին եւ անկյունային է լինելու Փոխանցում Տուգանային հրապարակ հարված տեսանք Օհանյանից, բայց պաշտպանը իր վրա վերցրեց այս հարվածի ճանապարհը եւ հանգիստ հիմա վերցնում է իր մոտ Հայկ Լալազարյանը Այլ գեղեցիկ հնարք գործեց Օհանյանը, բայց ստել պաշտպանությունում լավ գործեց Հայկ Պողոսյանը եւ ուժեղ հարվածով հեռացրեց այն Խաղարկեցին այստեղ տեսնում են Կավիսի տղաները, նորից հեռացված է գնդակը Գագիկ Սահակյան Ուարկեց դեպի Պողոսյանը, նորից խաղարկեցին Սահակյանի հետ, այստեղ Կարեն Ավետիսյանն է պաշտպանությունում լավ գործում սանկման գնաց և խլեց գնդակը Օհանյանին է Փոխանցում կատարում Շիրխանյանն է, հիմա էլ գնդակով կենտրոնում աչեզրում Առաջը շարժվել Ասատուր Հակոբյանը ի վերջո հասնում է նրան գնդակը և նրա փոխանցումն էլ հասցեատեր չունեցավ Այս Սահակյանն է թիմակից փնտրում Սիմոնյանի հետ է խաղարկում ի վերջո Սահակյան փոխանցում և անկյունային է ի վերջո Այս իրավիճակում կորզում Վոտֆորդը Փոխանցում հեռացրեց այստեղ Ֆիդանյանը գնդակը և հիմա կարող է հակագրոհել Կադիսը Ասատուր Հակոբյան Ֆիդանյանն է շարժվել առաջ այստեղ Փոխանցում կատարեց Շիրխանյանին, բայց ուժեղ էր Ֆիդանյանի փոխանցումը մի փոքր շտապեց Ռոբերտ Ֆիդանյանը այս դրվագում Հանգիստ անցան կիսադաշտը Վոտֆորդի տղաները լավ տեսնում ենք հիմա Սահակյան Աչեզրում են փոխանցում Եվ հարված կարող է լինել տեսնենք Վերջի պայն Ֆիդանյանն է իր թիմին փրկում Չկարողացավ այստեղ հարված կատարել Արամ Եսայանը և հանձնուրաց կերպով այստեղ պայքարեց Ռոբերտ Ֆիդանյանը և փրկեց իր թիմին Փոխանցում Տուգանային հրապարակ հիմա էլ Դուրգայանն է հեռացնում, տեսնում ենք պաշտպանությունում լավ են գործում Կադիսի տղաները Նորից անկյունային է, փոխանցում, նորից Դուրգայանն է հեռացնում գնդակը Նշեմ, որ անցած խաղում Վոտֆորդը 2-4 հաշվով պարտություն կրեց Մոնցայի հետ պայքարում, իսկ Կադիսը 3 հետաքրքիր պայքարում Բայերին հաղթեց 5-3 հաշվով, գոլառատ հանդիպում ստացվեց, լավ հանդիպում անցկացրեցին Կադիսի տղաները Եվ հիմա էլ տեսնում ենք այս պայն հաղթում են և մեծ քայլ են կատարել դեպի փլեյոֆ Լալազարյանն է հիմա Գնդակը տեղափոխում դաշտի կենտրոն
Այստեղ թեժ պայքար է ընթանում հիմա Ավետիսյանը նորից Սահակյան գնաց, բայց մնում է Սահակյանի մոտ գնդակը փոխանցում վտանգավոր էր, բայց ի վերջո հարված է լինելու դարպասից 10 րոպե անցավ սիրելի ֆուտբոլասերներ երկրորդ խաղակեսի մեկնարկից 3-0 հաշվով այս պայն հաղթում է Գադիսը Ոթֆորդին հարմար առավելություն են ստացել Գադիսի տղաները հիմա էլ Սահակյանն է կորցնում գնդակը Vol ես խաղում ընկերս։ Նայ։ Արա էլի նայ։ Այդ նայելով, ապա այդ նայելով, պետք չի դիպա։ Հայկո, առաջի գնդակ, Հայկո։ Արի։ Հիմա էլ տեսնում ենք մի փոքր վնասվածք է ստացել Ռուբիկ Ջուլակյանը, բայց ամեն ինչ կարգին է նրա հետ, խաղը շարունակվելու է։ Վտանգավոր կարող էր լինել, չստացվեց այստեղ հարված կատարել Կարեն Շիրխանյանի մոտ Այլ հակագրոյն անցել Ոթֆորդի տղաները Եկտաբուրյան փոխանցում Սահակյանին լավն է տեսնենք հարված կարող է լինել նորից Եկտաբուրյան փակեց այս հարվածի ճանապարհը Կարեն Ավետիսյանը լավն էր գրողը տեսնում ենք Ոթֆորդի բայց արդյունք չտվեց ի վերջո նորից գնդակը մնում է Ոթֆորդի տղաների մոտ Գրիգորյանն է երկար փոխանցում կատարում դեպի Հայկ Պողոսյանը այստեղ պաշտպանությունում էլ Դուրգարյանը լավ գործեց եւ Հայկ անունները խախտեցին նրա այդ պայքարում Երկար փոխանցում տեսանք Ջուլակյանի կողմից, բայց ի վերջո կարողացավ ֆիքսել գնդակը Վիտյա Գրիգորյանը եւ սկսում է իր թիմի գրոհը Պետրոսյան խաղանկեր է փնտրում Վիտյան տենում է դաշտը, Վիտյան Դարպասապայտ է խաղարկում, վտանգավոր կարող լինել, հեռացնել է պետք ի վերջո երկար փոխանցում տեսանք Գրիգորյանի կողմից այստեղ էլ Ջուլակյանն է լավ հիմա պաշտպանվում եւ շարժվում առաջ փոխանցել է պետք տեսնենք խաղարկեց Բաբախանյանի հետ փոխանցում կորցրեց Բաբախանյանը գնդակը այստեղ էլ Շիրխանյանն է գալիս կենտրոն եւ փորձում խլել գնդակը հիմա լավ գործեցին Գադիսի տղաները Եվ խոտածածկին է հայտնվել Վարազդա Դուրգարյանը Ամեն ինչ կարգին է հիմա ստանդարտի իրավունք են վաստակել Ոթֆորդի տղաները Տեսնենք Սիմոնյան, փափուկ փոխանցում, հեռացվեց
Գնդակը շարունակում է Ոթֆորդի մոտ մնալ գնդակը Եկտաբուրյան խաղարկում է Սահակյանի հետ պաշտպանությունում նորից լավ գործեց Ավետիսյանը եւ ի վերջո այս իրավիճակում եզրային նետում են կորզում Ոթֆորդի ֆուտբոլիստները նորից հեռացված է գնդակը Հիմա էլ նորից Ջուլակյանը հեռացրեց գնդակը Էլ Գրիգորյանը հեռացրեց բայց պահեց գնդակը ի վերջո Սիմոնյանը դաշտի սահմաններում եւ վերցնում է գնդակը Լալազարյանը եւ սկսում իր թիմի գրոհը Շիրխանյանն է աչեզրում շարժվում է առաջ տեսնենք փոխանցում են պետք կատարել փոխանցում Հակոբյանի հարվածը չստացվեց Ոթֆորդն է իմել շարժվել առաջ Գագիկ Սահակյան Ուրգարյանը նորից լավ գործեց պաշտպանությունում մնում է մնալ գնդակը Ոթֆորդի մոտ Հերվից հարված կատարեց հիմա էլ Գագիկ Սահակյանը, բայց բարձր է հարվածում Ոթֆորդի ֆուտբոլիստը 10 րոպե է մնացել հանդիպման ավարտին սիրելի ֆուտբոլասերներ այս պահին հաշվի մեջ փոփոխություն չկա Կադիսը հաղթում է 3-0 հաշվով Ոթֆորդին Հիմա տեսնում ենք չեն շտապում տղաները Կադիսի հեռար հարված Կարեն Ավետիսյանից բարձր է հարվածում Կադիսի ֆուտբոլիստը Այստեղ էլ Ֆիդանյանն է լավ գործում Պահում է գնդակը տեսնում ենք աչեզրում Կարեն Շիրխանյանը մի փոքր խաղի տեմպը ընկավ այս րոպեներին Լավ գործեցին հիմա Ոթֆորդի տղաները ձախ եզրում Փոխեցին եզրը Սահակյանի հետ է խաղարկում Ավետիսյանը խլեց գնդակը գնդակին է խաղացել Ավետիսյանը Հիմա էլ տեսնում ենք խաղի կանոնների խախտում Կարեն Ավետիսյանի եւ դեղին քարտ է ստանում Կարեն Ավետիսյանը Մարակ խաղարկեց տեսնենք Երկար փոխանցում հեռացված է գնդակը Դուրգարյանը հեռացրեց Այդ փոխանցում Ֆիդանյանի հիմա հնարքը փոխանցում եւ վերցնում է ի վերջո գնդակը Լիցիա Գրիգորյանը Հակոբյան փոխանցել է պետք ի վերջո այստեղ նորից Ֆիդանյանը լավ է պաշտպանվում եւ շարժվում առաջ տեսնենք 3-1 են կարող է աչ եզր փոխանցում կատարել փոխանցում Շիրխանյանին եւ հարված է պետք կատարել Շիրխանյան փոխանցեց նորից Ֆիդանյան եւ գոլ խաղի ելքը վճռված է 4-0 Ֆիդանյանը ի վերջո գոլ հեղինակ է դառնում եւ ավելի խոշոր է դարձնում հաշիվը Կադիսը Ռոբերտ Ֆիդանյան
Գեղեցիկ գրող տեսանք, հակագրող, ավելի ճիշտ Կադիսի կողմից եւ գեղեցիկ եզրափակում Ֆիդանյանի կողմից։ Մեծ հավանականությամբ Կադիսը անցնում է փլեյոֆ այս հաշիվը նրանք դժվար իրենց ձեռքից բաց թողնեն այս հարմար առավելությունը Մել Սահակյանի հարվածը չստացվեց շատ քիչ ժամանակ է մնացել հանդիպման ավարտին Կադիսի ֆուտբոլիստները ինձ թվում է պետք է խաղը հասցնեն տրամաբանական ավարտին Այկո, ես որ գալիս եմ ստեղ ես գալու եմ, դեից նայում են ձեր կցին որ ասում եմ։ Մանձեր, աղլիտ գրեց վերան շպրտեց։ Նորից է պետք է արկել այստեղ խաղի մրցավարը Ունեց և նորից երկար փոխանցում դեպի Բաբախանյանը, բայց գնդակը Բաբախանյանը իր մոտ ձախեզրում է փոխանցում Ղևոնդյանին չհասավ Ղևոնդյանը գնդակին Արագ հիմա էլ նետում տեսանք Գրիգորյանի կողմից Դուրգարյանը նորից լավ պաշտպանվեց տեսնում ենք հիանալի հանդիպում է անցկացնում այսօր Վարազդատ Դուրգարյանը պաշտպանությունում նորից Ֆիդանյանը լավ գործեց նայել այսօր արժանի է լավագույնի կոչմանը նայել գոլ եղինակ դարձավ այս խաղում Նաթայանն է փոխանցում կատարում և գոլ կրճատեց ի վերջո հանդիպման հաշիվը Վոտֆորդը և գոլ եղինակ դարձավ Հմայակ Աթայանը 4-1 Հմայակ Աթայան 4-1 կրճատեց մի փոքր Վոտֆորդը հանդիպան հաշիվը, բայց դժվար կարողանան միավոր կորզել այսօր Վոտֆորդի տղաները Հիմա անկյունային են վաստակել Կադիսի տղաները փոխանցում Ֆիդանյան հարված փակեցին հարված և գեղեցիկ գոլ եղինակ է դառնում Ռոբերտ Ֆիդայանը և դուբլ գրանցում իր հաշվին 5-1 Ռոբերտ Ֆիդանյան 5-1 շատ արագ կարողացավ 4 գնդակի առավելությունը հետ բերել Կադիսը Եվ գեղեցիկ հանդիպում է անցկացնում Ռոբերտ Ֆիդանյանը այսօր դուբլի եղինակ դարձավ վերջինս Այլ Վոտֆորդն է շարժվել առաջ տեսնենք Նայրի Պետրոսյանն է գնդակով Կարող է փոխանցում կատարել Հետը ի վերջո փոխանցում սխալվում են Հիմա պետք է փոխանցում կատարել Ղևոնդյան Ֆիդանյանին է փոխանցում տեսնենք 3-2-ի փոխանցում և Ղևոնդյան արված և գոլ 6-1 Խոշոր է դարձնում իրենց առավելությունը Կադիսը Բայց ի վերջո հանդիպումը ավարտված է Կադիսը կարողացավ 6-1 հաշվով հաղթանակ տանել Վոտֆորդի նկատմամբ և փլեյոֆի ուղեգիր նվաճել Սիրելի ֆուտբոլասերներ այսօրվա համար այսքանն ենք պատրաստել բարի գիշեր և ամենայն բարիք